Ես ողջունում եմ բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ովքեր միացել են այս պահին գործարարալիքին 106 եւ 5 հաճախականությամբ։ Սա Թարմ ուղեղով զրույցն է, իսկ առաջին խոսափողի մոտ Ռուբեն Մեհրաբյանն է, հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահը։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Շնորհակալ եմ, որ 2026-ին դուք կրկին մեր տաղավարում եք։ Բնականաբար։ Այո, եւ հուսանք, որ շարունակական կլինի։ Հաճույքով։ 26 թվականը մեզ համար հագեցած տարի է լինելու կարծես թե եւ աշխարհի համար ճիշտ է կանխատեսումները միշտ ասում ենք որ լավ գործ չեն, բայց մի փոքր կուզեմ որ խոսենք թե ինչպիսի զարգացումներ են լինելու այս տարի, ինչի մենք սպասենք առհասարակ։ Նախ արդից օգտվելով, այո, սա իմ առաջին այցն է ձեր շատ հարգարժան ռադիոկայանին, ուզում եմ շնորհավորել ձեր անցած ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ շնորհակալությունս հայտնել նորից հրավիրելու ինձ չմոռանալու համար։ Դե ինչ 26 թվականի հիմնական միտումները ձևավորվեցին արդեն 25-ին եւ 25-ը ինքնին շատ հագեցած տարի էր եւ այդ ամենն անցավ, այսպես ասենք, Թրամփի վարչակազմի պաշտոնավարման այսպես նշանի ներքո, հա? Եվ այդ ամենը շարունակվելու է։ Այո, հին աշխարհակարգը, որը կար 45 թվականից հետո, եւ որի վրա չազդեց նույնիսկ սովետի փլուզումը, ըստ էության, մեծ հաշվով, փլուզվում է նոր հիմա։ Այսինքն ոչ անգամ փլուզվում է, որքան ուղղակի այսպես upgrade-ի է ենթարկվում։ Հինը արդեն չկա, նորը դեռ չկա եւ մենք գտնվում ենք շատ մի պարզ իսկ իրական պարզ բառով կերպարանափոխություն ստեղծագործություն նկատես թե մենք հենց պարզ բառով, բայց մի բարդ իրավիճակում, որը կոչվում է տուրբուլենտություն, հա, փոթորիկ։ Գծային ոչինչ չկա։ Հիմա դուք ասում եք կանխատեսել, եկեք չկանխատեսեմ, ոչինչ, ուղղակի խոսենք միտումների մասին։ Միտումները հետևյալն են, որ նախ նոր աշխարհակարգը ձևավորվելու համար պետք է պարզ լինի, իսկ ով է ձևավորելու այդ նոր աշխարհակարգը։ Հիմա պայքարը գնում է դրա համար։ Այդ պայքարում ով կհաղթի։ Այն, ով ներկայումս ունի ամենահզոր ռազմական ուժը, ամենահզոր տեխնոլոգիական ներուժը եւ ամենահզոր տնտեսական ներուժը։ Ընդ որում այդ երեքն իրար հետ վերցրած։ Նա էլ կսկսի խաղը թելադրել։ Հիմա պայքար է գնում, գիտեք որտեղի համար, այլ ասենք առաջի տեղում պարզ է Միացյալ Նահանգներն են, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ տեղ չկա, տենց 7-8-րդ տեղում Չինաստանն է, հետո նոր գալիս են ներքևում տարբեր տարածաշրջանային այսպես ինչ-որ մեծություններ, որոնք Ռուսաստանը չկա, արևի տակ, Ռուսաստանը արդեն ոչ միայն մայրամուտ ապրող միավոր է, այլև արդեն այդ մայրամուտն ավարտված է։ Հիմա ուղղակի իներցիոն պրոցեսներ են այնտեղ ընթանում։ Թե ինչու է դա այդպես, դա շատ երկար պատմություն է, բայց դրա ամենահստակ ցուցիչը Վենեսուելան էր եւ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող մի քանի իրադարձություններ։ Ինչպես կբնութագրեիք Բունինքը Վենեսուելան, որտեղ տեղի ունեցավ Մադուրոյի բերման ենթարկելը Նյու Յորքի դատարան, եւ ռուսական երկու տանկերների արգրավումը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից։ Այս ամենը ինչ է նշանակում։ Այս ամենը նշանակում է, որ ռուսական երաշխիքները Ռուսաստանի հետ դաշնակցելը, ռուսական զենքը, ռուսական զորքը 3 ռուսական կոպեկ չարժի այդ բոլորը իրար հետ վերցրած։
Այս ամենը դրա մասին է։ Դրան նույնը պետք է ասել Չինաստանի մասին։ Նույն բանն է։ Որքան էլ որ նրանք փորձեն ցույց տալ, թե իրենք ասածից հակառակն են, դա ոչինչ չի փոխում, Չինաստանը պետություն է, որը դաշնակից չունի։ Չինաստանն ունի մի քանի կլիենտ եւ վասսալ պետություններ, հատուկ են որոշակի, այսպես ասենք, ազդեցության խմբեր տարբեր մայրցամաքներում, բայց ոչ ավելին։ Չինաստանը չունի այն ունիվերսալությունը եւ չի էլ ունենա, ապրիորի չի ունենա, որը թույլ կտա, ասենք, Միացյալ Նահանգների մակարդակի ազդեցություն ունենալու համար։ Բայց մենք ինչու ենք Միացյալ Նահանգների հետ համեմատում նրան։ Որովհետև նա մրցակցության մեջ է հենց Միացյալ Նահանգների հետ։ Չինաստանի ամբողջ քաղաքականությունը ուղղված է դրան, եւ դա Չինաստանի մոտ չի ստացվում եւ չի ստացվելու։ Ման Մերաբյան, այս պայքար հակամարտություն, որ կա Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև, այ ի՞նչն է բուն պատճառը։ Պայքար չկա։ Հասկանանք էլի։ Պայքար չկա նրանց ու նրանց միջև։ Նավթային պաշարներն են, թե գերիշխանությունը։ Չէ, նավթային Վենեսուելայի նավթը շատ դժվարամատչելի է եւ Վենեսուելայի նավթը կսկսի օգուտ բերել միայն ահռելի ներդրումների եւ երկար ժամանակ անց, հա, որովհետեւ դա շատ սպეციფიկ նավթ է։ Բացի դրանից էլ այնպես չի որ Միացյալ Նահանգների նավթապետք եւ Վենեսուելայի հույսին է։ Միացյալ Նահանգներին պետք է որ Վենեսուելայի նավթը չգնա Միացյալ Նահանգների թշնամիներին։ Սա հենց այն պայմանն է, որը դրել է Վենեսուելայի առաջ։ Այս ամենը ցույց է տալիս նաեւ, որ այն նարկոմարքսիստական պարազիտ ռեժիմները ուղղակի դատապարտված են հենց արևմտյան կիսագնդում եւ ըստ էության Միացյալ Նահանգների այս ազգային անվտանգության այս վերջին խմբագրությունը դոկտրինի հենց դրա մասին էր, որ նախ եւ առաջ հիմա պետք է Միացյալ Նահանգները այո արևմտյան կիսագնդում Միացյալ Նահանգների թշնամիներին եւ իրենց պրոքսիներին ուղղակի դուրս շպրտեն։ Ինչն էլ իրականացնում է։ Ահա, ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մերաբյան, որ նոր ձևավորվող աշխարհակարգում մեկ կանոն է գործելու, ուժն է ծնում իրավունք։ Գիտեք ինչ, իրավունքի, այսպես ասենք, հյուսվածքն է փոխվում։ Ուժը միշտ է ծնել իրավունք։ Բնականաբար։ Այն միջազգային իրավունքի մասին է այսօր խոսվում այս դեպքերից հետո։ Չէ, միջազգային իրավունք ասվածը, որը կարելի է այսպես ասել, ազգերի լիգայի անհաջող փորձից հետո, հա, այնուամենայնիվ 45 թվականից հետո ձևավորվեց, մի քիչ ավելի բարդ մատերիա է եւ այնուամենայնիվ սա նաև իրավունք է, բայց այս իրավունքը երկու կողմ ունի այդ մեդալը, հա։ Լավ, իշխանություն ուզուրպացնելը այդ միջազգային իրավունքին չի հակասում։ Հակասում։ Հակասում է։ Սեփական ժողովրդին սովի մատնելը չի հակասում, հակասում է։ Սեփական երկրում բանդիտական մաֆիոզ կառավարում ձևավորելը չի հակասում, էլի հակասում է։ Հիմա ոնց անենք, որ այդ հակասությունները վերացնենք։ Այդ ժամանակ, այո, արդեն գործում է ձեր ասած, այդ ուժն է ծնում իրավունք։ Գալիս է շերիֆը կամ ոստիկանը, չէ՞, որը իր պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարության, գալիս եւ գլուխը ջարդում է։ Պարզ ասած։ Ուրիշ ձև չկա։ Թե Վենեսուելայի 30 միլիոնանոց ժողովուրդը, որից 9 միլիոնը դարձել է էմիգրանտ, նորմալ կյանքի արժանի չի, մի երկիր, որը մինչև 75 թիվը Լատինական Ամերիկայի ամենահարուստ երկիրն է։ Հետո գալիս են այս
կիսագրագետ կարմրադրոշ սակավամիտները մարտնչող եւ 50 տարվա ընթացքում դեգրադացնում են այն աստիճանի, որ աշխարհում հաստատված պաշարներով թիվ 1 նավթային երկիրը չի կարողանում իր նավթից օգտվել։ Այն աստիճանի է դեգրադացրել ամեն ինչ։ Բայց փաստորեն նման պետությունն անգամ ագենտներ ունի ներսում, որովհետև առանց դրանց այս ամենը տեղի չէր ունենա, չէ՞։ Լավ չհասկացա ձեր հարցը։ Այն ինչ որ տեղի ունեցավ Վենեսուելայում, Մադուրոյի կնոջ ձերբակալությունը, առևանգումը ձերբակալություն չասենք, դա ակնհայտ է, որ ներսի ուժերի հետ համագործակցություն։ Բնականաբար, հա, դուք դա նկատում եք։ Այո, իհարկե։ Դե Վենեսուելայի հարևանությամբ կա եւս մի պետություն Գայանա, որտեղ էլի Վենեսուելայի մասշտաբներին շատ մոտ, հա, էլի նավթային պաշարներ են այնտեղ գտել եւ ի տարբերություն Վենեսուելայի այնտեղ կարմրադրոշներ չկան եւ այսպես 50-50 հարաբերակցությամբ համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, այսինքն հանքը մեզնից, տեխնոլոգիան ձեզանից, բանն էլ եկամուտն էլ կիսում ենք։ Դա սկզբունք է, որով աշխատում են, ասենք, արաբական երկրները։ Այդ սկզբունքով աշխատելով, այո, դռները բացել է անդրազգային կորպորացիաների առաջ, ստանում է այդ տեխնոլոգիական կարողություններ, որը անհրաժեշտ է այդ պաշարները կապիտալիզացնելու համար, օգտվում է ինքը, օգտվում են կորպորացիաները, օգտվում են մարդիկ։ Եվ այո, այդ երկիրը նաև պլացդարմ հանդիսացավ, ըստ բաց մամուլի աղբյուրների եմ ես ասում, որպեսզի մեծածավալ, այսպես ասենք, գործակալական ներթափանցում ապահովի դեպի Վենեսուելա, եւ այդ գործակալական ցանցը նաև աշխատի ինչ ուղղությամբ, որ ուղղությամբ, որ ուժային կառույցները ուղղակի նստեն տունը, տնից դուրս չգան, հեռախոս չվերցնեն, սխալ հրամաններ չտան, ինչն էլ տեղի ունեցավ։ Մնացել էին մի քանի վարձկան կուբացիներ, դրանց էլ շատ արագ լիկվիդացրեցին հենց հարևան սենյակում, մինչև կհասնեին Մադուրոյին եւ իր կնոջ, եւ կինոն վերջացավ։ Դուք ասում եք առևանգում, դե ինչ առևանգում։ Ի վերջո Միացյալ Նահանգների բացատրությունը հետեւյալն է. ինտերվենցիա չի եղել, մենք պատերազմ չենք հայտարարել, չենք վարում, այնտեղ հենց հիմա զորք չկա։ Դա մի օպերացիա էր ուղղված հանցագործին, Միացյալ Նահանգների դեմ հանցագործություն գործած անձին բերման ենթարկելու դատարան։ Էս հոդվածներով։ Դա կունենա փաստաբան, նա կունենա, չգիտեմ, բոլոր իրավունքները, երբ որ բանտել կնստի, կունենա կալանավորի բոլոր իրավունքները, Միացյալ Նահանգներում զնդանները չեն գցում էլի։ Բայց գործընթացը եւ process-ը ինչ որ տեղի ունեցել, արդեն օրենքների սահմանում չի։ Իսկ այն ինչ որ անում էր օրենքների սահմաններ։ Չէ, օրենքների սահմանում չի, բայց հիմա ո՞նց օրենքների սահմանում։ Այդտեղ ուժը ծնում է իրավունք։ Այս նախադեպը ում է առաջնահերթ վերաբերել։ Բոլոր նրանց, ովքեր խաղում են ոչ այսպես կանոններից դուրս։ Բոլոր նրանց համար, որովհետև իշխանությունը սեփական երկրում չի կարելի օգտագործել իջարս։ Չի կարելի։ Եվ դա անել անպատիժ ձևով կամ մտածել, որ անպատիժ է։ Չէ, պատիժը կգա։ Այդպիսի շատ դեպքեր են եղել, ամենը այն վառ օրինակը դա Իրաքն էր, չէ՞։ Ի վերջո, ասում են ճիշտ է, ասում են սխալ է, ասում են կարելի է, ասում են չի կարելի, բայց ի վերջո իրաքցի ժողովուրդը ձերբազատվեց մի անասունից, որը նապալմով վառում էր սեփական քաղաքացիներին,
որը քիմիական զենքով ոչնչացնում էր քրդերի, որը տերորի էր ենթարկում շիաների, եւ որի լակոտները իշխանության օպոնենտներին բերում էին կաբինետ եւ չաքուջով խփում էին մատերը ջարդելու համար, հա։ Ահա այդպիսի մարդակերից Իրաքն ազատվեց։ Դա լավ է թե լավ չի։ Վերջին հաշվով այո լավ է։ Հասկանում ճիշտ եմ հասկանում ես կրկին, որ ճիշտ ու սխալը որոշելու է Միացյալ Նահանգները։ Դուք պատմությունը վստահ եմ լավ գիտեք։ Ցանկացած ժամանակաշրջան ունենում է իր աշխարհակարգը, որը սահմանվում է այդ ժամանակվա աշխարհում ուժեղագույնի կամ ուժեղագույնների կողմից։ Կանոններ։ Եվ շահում են նրանք, ովքեր խաղում են այդ կանոններով, եւ վայ նրանց, ովքեր դուրս են գալիս այդ կանոնների դեմ։ Այդ աշխարհակարգը սահմանողները իրենց ողջ ուժով այո լցվում են եւ հուշկու հարված են հասցնում։ Ես չեմ ասում սա լավ է, ես չեմ ասում սա վատ է, ես ասում եմ որ դա այդպես է, եղել կա եւ կլինի։ 45 թվականին այն աշխարհակարգում, որում մենք ծնվել ենք, ապրել ենք եւ թվում էր մինչեւ վերջերս որ դեռ ապրում ենք այդ աշխարհակարգի պայմաններում, ովքեր սահմանեցին հաղթողները 45 թվականին։ Եվ այդ կանոններին ենթարկվեցին նրանք, ովքեր նախ պարտվել էին, նույն ինքը Գերմանիան եւ Ճապոնիան, իսկ մնացածը այո ենթարկվեցին այդ խաղի կանոններին։ Եվ ըստ էության խաղի կանոններ սահմանողների պատկերացմամբ դա ոչ միայն հաստատում էր իրենց ուժեղագույնի կարգավիճակը, այլև դա արդար էր։ Արդար էր նաև այլոց համար։ Եվ ըստ էության, այո, այդ 45 թվի այդ կարգավորումները իրենց լիովին արդարացրեցին։ Համենայն դեպս այլևս համաշխարհային պատերազմ չեղավ։ Նացիզմի կամ նացիզմի նման, հա, տոտալիտար այսպես մուտացիաներ որևէ երկրում տեղի չունեցան, ձևավորվեց Եվրոպական միություն։ Եվրոպան իր պատմության մեջ չի ունեցել եւս այսպես 80 տարի, երբ այնտեղ ընդհանրապես պատերազմ չի եղել։ Չի եղել պատմության մեջ։ Այո, դա հենց այդ աշխարհակարգի արդյունքն էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ այն չի քանդվել, բայց խարխլվել է զգալի չափով։ Եվ հիմա, այսպես ասենք, մեծ վերանորոգման մի process-ը, հա, այն ավտոյի վարպետների նման մեքենան տարել են սերվիս, հա, եւ փոխում են շարժիչը, թափքը, չգիտեմ, անիվները, դզում են, փչում են, դե որովհետեւ Դե այստեղ հարցերը առաջանում են, եթե կոնտեքստում ով է վարպետը։ Ով է վարպետը եւ ինչական արտադրանքը։ Այո, դե իսկ ով կարող է լինել վարպետը։ Էլի այստեղ նորություն չկա։ Ով ուժեղագույնն է։ Որն է դրա չափանիշը։ Այն որ ով է ուժեղ ռազմական ուժով, տեխնոլոգիական ներուժով, տնտեսական, ֆինանսատնտեսական ներուժով։ Վերջ։ Ուրիշ պարամետր չկա։ Դե նաև համել օրինակելի է օրինաչափությունների եք տեղավորվում։ Համել տեսեք, համել օրինակելի է շատ բաներով, հա, ասենք իր ապրելակերպով, իր մշակույթով, քաղաքական մշակույթով, ընդհանրապես մշակույթով, հա։ Այս որ աշխարհը չինական երաժշտություն չի լսում է ամերիկյան երաժշտություն։ Չինական ֆիլմեր չի նայում ամերիկյան ֆիլմեր, հա։ Քաղաքական միտքը, որ զարգանում է, կարդում են մարդիկ ամերիկյան գրքեր եւ ամսագրեր, նայում են ամերիկացի քաղաքագետներին, հա, այլ ոչ թե Չինաստանի Կոմկուսի պաշտոնաթերթի մարռազմը։ Ճիշտ է, ճիշտ է։ Տենց դրանից էլ պետք է ելնել։ Մեր նման երկրները եւ պետությունները ինչ տրամաբանությամբ պիտի առաջնորդվեն այս նոր ձևավորվող աշխարհակարգին զուգընթաց եւ
Մասամբ անդրադարձա մենք որ մասում ենք էլի տեղավորվում ֆինանսական, տեխնոլոգիական, իհարկե անդադար խոսվում է, որ Հայաստանը այս ուղղությամբ է աշխատում, այն ուղղությամբ տեխնոլոգիական Հայաստան կերպարն է փորձում ձևավորվել այսօր, բայց մենք կարծես թե այդ ներսում խոսակցությունը կա, դրսի վրա որքանով է այդ տեսանելի։ Տեսեք, մենք պետք է նախ հասկանանք այդ միտումները, երկրորդը այո տեղավորվենք այդ միտումներում։ Աշխարհում կա խնդրեմ, եւ մենք պետք է լինենք ոչ թե խնդրեմի մաս, մենք պետք է լինենք խնդրեմի լուծման մաս։ Սա է մեր լավագույն դիրքավորումը, լավագույն շահեկան դիրքավորումը, որը մենք կարող ենք ունել։ Ըստ էության, Հայաստանը հենց դա էլ որդեգրել է։ Հայաստանն այսօր կարողացել է իրեն ապահովագրել տարածաշրջանային վտանգներից, ոչ ամբողջությամբ, բայց որոշիչ չափով, այսպես ասենք։ Հայաստանը տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ ներդաշնակեցման քաղաքականություն է վարում, եւ դա կարծեք թե այսպես պոզիտիվ դինամիկա է ձեռք բերել։ Եվ ամենակարևորը, Հայաստանը հաստատել է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն, մի քանի ուղղություններ նախանշել հարաբերությունների խորացման համար եւ բոլոր այդ ուղղություններով շարժում է process-ն առաջ։ Դրան գումարած, այո, Հայաստանը նաեւ արժեբանական կողմնորոշում է այսպես ֆիքսել իր համար, դա ժողովրդավարական արժեքներն են, ազատությունն է, իրավունքներն են եւ հենց այդ հենքի վրա համագործակցում է նաեւ Եվրամիության հետ եւ Միացյալ Նահանգների այլ դաշնակիցների հետ։ Միացյալ Նահանգները պետություն է, որի դաշնակիցներն են գլոբուսի վրա եղած պետությունների 1/3, հասկանու՞մ եք։ Եվ այո, Հայաստանն ըստ այդմ գտել է օպտիմումը, հա, դիրքավորման եւ շարժվում է այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ սա լավագույնն է, խաղ կանոններով եւ դիմակայունության բարձրացում։ Այս խնդիրը մեր եւ մեր մի քանի համախոհ գործընկերների հետ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների օրակարգային հարց է, մեր դիմակայունության բարձրացում, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կուզեմ նաեւ այս կոնտեքստում անդրադառնալ մեր հարևան ու դարավոր թշնամի, չգիտեմ հիմա իշխանությունը իրենց ոնց է անվանում, Ադրբեջանին, իրենց որդեգրած քաղաքականությունը որն է այս տրամաբանության մեջ։ Քաղաքականությունը հետեւյալն է։ Ադրբեջանի հետ կառուցել ներդաշնակ, սիմետրիկ, փոխշահավետ, քաղաքակիրթ, ռեգլամենտացված հարաբերություններ։ Ադրբեջանը նկատի ունեմ, ինչ է որդեգրում այս տրամաբանությունը։ Ադրբեջանն ինչ է որդեգրում։ Ադրբեջանը որդեգրում է այն, որ ինքը վարել եւ վարում է Հայաստանի հետ հարաբերությունները ուժերի դիրքերից։ Եվ Ադրբեջանը իրեն միշտ փորձում է, շարունակում է փորձել տեղ թողնել նաև իր ուժային առավելությունը ռեալիզացնելու հնարավորությունը պահպանելու համար։ Ինչ է անում Հայաստանը, փորձում է փակել այդ հնարավորությունը Ադրբեջանի համար։ Դրա համար մենք առաջանցիկ տեմպերով տանում ենք process-ն այնտեղ, որ Ադրբեջանի հետ օր առաջ ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ ապա շրջափակենք տարածաշրջանը, փոխկապակցվածություն ստեղծենք տարածաշրջանում, դեֆրագմենտացված տարածաշրջանը հաղթահարենք այդ փոխկապակցվածությամբ եւ դա Ադրբեջանի լավագույնս զսպելու այսպես երկարաժամկետ հեռանկարում զսպելու ռազմավարությունն է սա, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանում միամիտ մարդ չկա,
Մենք լավ հասկանում ենք, որ մեր վառոդը պետք է լինի միշտ չոր, մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ սպառնալիքները եղել են, կան եւ կլինեն ոչ միայն պետությունների կողմից, այլև կարող է ինչ-ինչ ֆորս մաժորների դեպքում առաջանալ ոչ պետական ուժային սուբյեկտներ եւ դրանք դառնան սպառնալիք, Օրինակ X կամ Y երկրում ապակայունացման արդյունքում առաջանան ինչ-ինչ, ասենք, զինված ագրեսիվ, արմատական, ոչ պետական սուբյեկտներ եւ նրանք սկսեն սպառնալ իրենց շրջապատին, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ 1. Երկրորդը կլիմայի փոփոխության հետ կապված մենք կարող ենք ունենալ բազմամիլիոն կլիմայական փախստականներ։ Պատմությունից մեզ հայտնի է, ովքեր են արաբական խալիֆայության ստեղծողները, կլիմայական փախստականները, արաբներ, մողոլական արշավանքները, սելջուկական արշավանքները, դրանք բոլորը կլիմայական փախստականներ են։ Հիմա երբ տեսնում ենք մեզ արևելքից արևմուտք հարավ, անապատացում է գնում, անապատացումից փախչողները գալու են որտեղ կա շատ ջուր, Հայաստանում իհարկե կա շատ ջուր, ամենաշատ ջուրը տարածաշրջանում, այնպես որ այստեղ բայց մենք պատրաստ ենք տեղավորել այդ մենք պատրաստ ենք պատրաստվելու դրան ոչ, մենք չպետք է տեղավորենք նրանց, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք այս ուղղությունը մոռանան կամ գան եւ մեր հետ հորիզոնական հարաբերություններ հաստատեն եւ մենք էլ այն մակարդակի ջրային ռեսուրսների կառավարում ունենանք, ինչը չունենք, որ մենք կարողանանք ամենաշահեկան ձևով տնօրինել այդ ռեսուրսները անհրաժեշտության, այս կամ այն անհրաժեշտության դեպքում։ Հենց դրա համար այո մեր ջրային ռեսուրսների կառավարումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն մեզ համար։ Եվ գոնե մեր կուսակցությունը այո նման խնդիր է դրել եւ իդեպ ասեմ որ կառավարության մեջ կա այդ ընկալումը եւ այնտեղ շատ կարեւոր աշխատանքներ են մեկնարկել այդ ուղղությամբ, ջրային տնտեսության նոր ղեկավար է նշանակված, բարեխիղճ ղեկավար, եւ մենք կարծում ենք, որ այս խոսակցությունը դեռ պետք է շարունակվի։ Սա կրկնում եմ, սա քաղաքականություն է, սա ոչ թե տրուբայի կամ, չգիտեմ, բոստան ջրելու մասին խոսակցություն է։ Ես շնորհակալ եմ ձեզ, պարոն Մեհրաբյան, կուզեի ընտրությունների մասին խոսենք, բայց տարին առջևում է մենք դեռ կհասցնենք հաջորդ եթերների ընթացքում խոսել, չկուտակենք թեմաները, որպեսզի ավելի ընկալելի լինեն մեզ լսողներին եւ դիտողներին, հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, կհանդիպենք։